Բարև ձեզ, մենք սկսում ենք այլախոհանոցի նոր կարելի ասել սեզոնը։ Այլախոհանոցը կամ դիսիդենտսկի կուխնյան դա Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր նախագահ Միքայել Դանիելյանի հեղինակային ծրագիրն էր։ Մենք շատ երկար ենք մտածում, կարող ենք մենք արդյոք շարունակել այդ ծրագիրը թե ոչ։ Հետո թիմի երկար քննարկումներից հետո որոշեցինք, որ մենք պետք է շարունակենք, որովհետև պետք է լինի մի տեղ, որտեղ որ մարդիկ կհավաքվեն ու անկաշկանդ կքննարկեն բոլորին հարցերը, բոլորին խնդիրները, որոնք իրենց անհանգստացնում են։ Այսօրվա մեր ծրագիրը մի փոքր տարբերվելու է հիմնական ֆորմատից, որովհետև շատերի մոտ հարց էր ծագում, արդյոք Միկայից հետո նույն ոճով, նույն ձևով, նույն համառությամբ, ինչպես որ Միկան էր անում, կարողանում ենք պայքարել մարդու իրավունքների համար եւ Հելսինկյան ասոցիացիան էր Միկայի հետ, բայց Միկայի թիկունքում կանգնած էր նրա թիմը, որոնց որ ընտրել էր հենց ինքը Միկան։ Եվ այսօրվա մեր ծրագիրը նվիրված է առնելու հենց Հելսինկյան ասոցիացիայի թիմին։ Բոլորին իհարկե հավաքելը հնարավոր չեղավ, որովհետև ծանրաբեռնությունից ելնելով, աշխատանքի բնույթից ելնելով շատերը այս պահին ներկա չեն այստեղ, հույսով ենք ընթացքում կմիանան մեզ։ Բայց ներկային այս պահին այստեղ երևի ամենահին աշխատողներից Արարատը, Վանաձորի գրասենյակի ղեկավարը եւ Արմանը Վեզիրան, որը մեր ամենահին, ամենափորձառու դիտորդներից մեկն է։ Այսօր մենք կուզենանք խոսել ավելի շատ թե ում վրա ինչ ազդեցություն էր թողել Միկայի հետ ծանոթությունը, Միկայի հետ համագործակցությունը։ Եվ ես կարծում եմ, որ Արարատը ամենահին աշխատողներից է։ Նախ ուզում եմ հարցնեմ Արարատը ինչի որոշեց գալ Հելսինկյան ասոցիացիա, ոնց եղավ, որ եկավ Հելսինկյան ասոցիացիա, երբ եկավ։ Շնորհակալություն Նինա ջան։ Նախ ես կուզեմ եւս մեկ անգամ ցավակցել Միկայի հարազատներին, բարեկամներին, ընկերներին։ Մեծ կորուստ էր իրականից իրավապաշտպանության մեջ Հայաստանի Միկայի մահը։ Ես Միկայի ծանոթացել եմ երևի թե, եթե չեմ սխալվում, 98 թվականներին։ Այն ժամանակ դեռ ես զբաղվում էի իրավապաշտպանությամբ, երբ ծանոթացա Միկային, համատեղ կազմակերպության հետ ծրագիր սկսեցինք անել որոշ ժամանակ եւ հիմնականում աշխատում էի ես Միկայի հետ ու ամեն օր ավելի շատ էի զարմանում իր համարձակության, իր մարդու իրավունքների տեսակետները, թե ինչպես անկալում, ինչ ձևով պաշտպանում մարդու իրավունքները։ Մի անգամ այդ ձև խոսակցություն եղավ մեր մեջ, ասեց Արարատ, օրինակ դուք պաշտպանում եք դասընթացներ եք կազմակերպում մարդու իրավունքների ոլորտում, այսինքն մի հատ օրինակ բերեց այդ ձև, ասեց մարդ եթե մի հատ լավ իրագործում ջրում, դուք տանում սովորացնում եք այդ մարդուն լողալ, որպեսզի այդ մարդը այդ իրը գնա հանի։ Իսկ ավելի լավ չլինի, որ դուք լողակ իր հետ միասին, անցնեք դժվարությունների մեջով եւ օգնեք իր հետ այդ իրը հանեք։ Երևի թե այդ խոսակցությունից հետո մի 2-3 շաբաթ հետո ես ընդունվեցի Հելսինկյան ասոցիացիա եւ սկսեցինք աշխատել։ Միկայի հետ բավականին շատ դժվարությունների մեջով ենք անցել, շատ մեծ գործեր եղել Վանաձորում, այն ժամանակ դեռ քանի որ հնարավորություն կար դժողի իրավահաջորդ կամ իրավահաջորդի ներկայացուցիչ լինել, մենք նույնիսկ դատարաններում պաշտպանում էինք, եթե իրավահաջորդի ներկայացուցիչ էինք լինում, ես ու Միկան։ Ինչ որ բան ստացար Միկայի հետ շփվելուց։ Նախ եւ առաջ իրավապաշտպանության ոլորտում շատ մեծ, ահավոր մեծ, ամենակարևորը իրասիրած խոսքը կասեմ, կետային պաշտպանություն, որը որ իրականից շատ մեծ ու կարևոր բան է մարդու իրավունքների պաշտպանությունում։ Եվ ինչ որ անում եմ հիմա մարդու իրավունքների պաշտպանության մեջ, դա Միկան է եղել իմ ուսուցիչը, Միկայից եմ սովորել եւ պետք է բնականաբար շարունակեմ այն ամենը, ինչ սովորեցրել, թողել է։ Ինչ որ իմ տպավորությունն է, որ բոլոր ովքեր Միկայի հետ քիչ երկար են շփվել, իրան ուսուցիչ են համարում։ Այո։ Որտեվ ինքը հենց դարքի տպավոր բան էր իր մեջ, ինքս նախանց մարդու նման չէր պահում ամեն ինչի իր մեջ, ինքը ուզում էր կիսվել, որ ինչքան շատ մարդ լինի, իմացող, սովորած, ինչքան մարդ լինի ընդգրկված այդ գործունեության մեջ, ավելի լավ կլինի ու ավելի ճիշտ կլինի, ու ինքը շատ հետաքրքիր բաներ էր կիսվելու իր ինֆորմացիայով, իր փորձառությամբ։ Այո, եւ ես էլ եմ իրան համարում, իմ համար ուսուցիչ։ Այո, ճիշտ է, որովհետեւ ինքը իր փորձը տալիս էր մեզ, տալիս էր, սովորեցնում էր, կանգնում էր մեր կողքին, մեզ հետ պաշտպանում, մեզ հետ
նույնիսկ ընկերություններ անում իր աշխատողների։ Այս ձև յուրահատուկ ազնվորություն։ Ասում են ինչ որ անում եմ ես, դուք չփորձեք կյանքում անել։ Պրոստը նայեք։ Արմեն ջան, դու ես բավականին վաղուց աշխատել ես հետը։ Մինչև հիմա անցած ժամանակով չի լինում խոսալ, չէ՞։ Աշխատել ես հետը ու ես գիտեմ, որ դու եկել ես արդեն ինչ որ փորձ ունենալով, դա 2008 թիվներ, մարտի 1-ից հետո էր, ու համագործակցում եք շատ երկար ժամանակ առանց աշխատելու։ 2008 թիվներ, ընդդիմադիր էի, իմ էլ եմ ընդդիմադիր։ Այդ ոլորտից ծանոթացա, Միկայի հետ ծանոթացա մարտի 1-ի գործերից հետո, որը ծանոթացա հետո կամաց մոտիկացա, հետո եկա մեր աշոտիկը բերեց ստեղ, որով որ Միկային ասենք, Միկա ջան, մեզ չեն թողում դատարաններ, դու մեզ բեջ դուր, ասես տամ, տվեց, ուտես գնաց, մինչև 2010 թիվը ես Միկայի հետ որպես վաղանցյոր աշխատում եմ Միկայի հետ ու շատ մեծ հաճույքով։ Իսկ դու երկու տարբերակ կա մարդկանց, մի մասը Միկային ուղղակի պաշտելու աստիճանի սիրում էր, մի մասն էլ նույն տիպի ատում էր, հա, կամ չգիտեմ, նախանձում։ Դե ատումները այդ արդեն գնում են կամ իշխանականները, կամ են ՀԿ-ները, որոնք որ չեն ուզում Միկա լինի, որտեղ իրենց ճանապարհը փակում էր ամենտեղ։ Դու զգում ես, ինչ որ բան թողել է քո մեջ Միկան։ Միկան, ես ասենց ասեմ, մինչև իր հետ ծանոթանալը ես շատ կռվարար մարդ եմ եղել։ Շատ կռվարար ու ոչ համբերատար։ Միկայի հետ տվեց այն, որ ես արդեն ամեն ինչը կարում եմ շատ սառը ընդունեմ, առանց էմոցիաների, հանգիստ, մինչև վերջ, դա կլինի ծես, դա կլինի չեմ անում եւ այլ ամեն ինչ որ դիմացը տենում ես ջայլ երեխու կամ ջայլ աղջկային խփում եւ այլ, այդ ես առաջ չի կարա տանել։ Անպայման դի խառնես հիմա ես դարել հիմա այդ ամեն ինչը չէ անդարբեր չեմ դարել պրոստը այս ամեն ինչը հիմա որ ես էլ խառնում եմ ես ծեծեմ ինձ էլ եմ բռնելու այդ է թողել Միկան իմ մոտ որ առաջ չէի մտածում ես էդի կբռնեն չեմ բռնի դա չէի մտածում ես իսկ Միկան թողել եմ որ հիմա ասենք այս ամեն ինչը արդեն կամաց ոնց որ իրավական դաշտ եմ անում ոչ թե ձեռների կամ էմոցիաների։ Օրինակ իմ կարծիքով իր պաշտպանության մեջ ամենակարևորներից մեկը նաև համարձակությունն է։ Հենց համարձակությունը, ինչը որ հաստատ չէր պակասում Միկայի մոտ։ Ազատություն։ Նույնիսկ ավել էր մի բաներ եւ ինքը մեզ դա փոխանցել է, բանցում էր։ Իր նման ազատ մարդ ես գոյություն չունի իմ կարծիքով։ Դերևս։ Ես խնդրեմ այդտեղից մի հատ մայկին ինձ տվեք, էլի, շեֆի։ Մենք մի անգամ արդեն ֆլեշմոբ արել ենք ու խնդրել էինք հարազատներից, որ մեզ Միկայից հուշանվերներ թողեին ու ամեն մեկը ուներ մի հատ մայկա։ Ես օրինակ ինքս ինձ համար ընտրել եմ Միկայի երևի թե բնորոշող ամենաթույն մայկերից մեկը, ապրերազատ կամ մերի։ Այ Միկան հենց էս էր, որ կար էլի, ինքը ուրիշ բան, ուրիշ կերպ ապրել չէր կարող ու կարծում եմ, որ մեզ բոլորիս ինքը հենց այս է սովորացրել հիմնական ինչ որ մեր թիմի մյուս անդամներից է Արմենը, մեր օպերատորը եւ մեր դիտորդը։ Արմեն ջան, դու մի քիչ ավելի ուշ եկար, ավելի քիչ ժամանակ ունեցար շփվելու իր հետ։ Ուզում հասկանամ, հասցրեցիր ինչ որ բան ստանաս Միկայից, ինչ որ Եկան Միկային ավելի շուտվանից եմ ճանաչել, քան եկել եմ աշխատել Հելսինկյան ասոցիացիա։ Ինձ ճանաչելը որն է, որ բանի սևազգես մայրի ակցիաները, որ տեղի են ունենում, այդ արանքում, որ ես գնում էի անընդհատ, էլի, լուսաբանում էինք եւ այլն, ու Միկային ես այնտեղ տեսել եմ մի քանի անգամ, ու ես որ նայում էի այդ մարդուն, չէի ճանաչում, չգիտեինք ով է, բայց ու իր այդ կերպարը, հա, այդ մազերը կապած, Ջոն Լենեն ակնոցները ասում են, ասում են, չուվակ է, դզում այս մարդին։ Տենց հետո որ ռեզյումե ուղարկի ես, բան Հելսինկյան Ես ուրիշ ստատուսով էր ուղարկել ու Միկան հավանել էր շատ, ասում են նаш չլավեք։ Բանի
Կոորդինատոր, չէ, ինչ որ մի բան, հա, տենց։ Կոորդինատորի ռեզյումե է ուղարկել։ Հա, հետո ինչ որ ուրիշ մարդ եղավ այդ պոզիցիայում, բայց Միկայի մեջ տենց տպավորված մնացել էր, ասում են, наш человек надо обязательно что-нибудь найти позвать его։ Հետո եկա աշխատելու արդեն Պետր Վարամիսն էր։ Ինքը ինձ անգեց, ասաց, որ առաջարկ ունի։ Եկա աշխատելու ուտեից արդեն որ իրար սկսեցինք աշխատել, տես գործնական շփվել, հենց կոնկրետ ահագին բան սովորեցի ու հենց կոնկրետ այդ ամենակարևոր բանը որ սովորեցի իրոք էլի շատ կարևոր է իմ այդ համարձակությունը, բայց այդ համարձակությունը միաժամանակ բանի հետ բալանսի մեջ էր, համբերատարության հետ բալանսի։ Ինչ որ Արմանն էր ասում, հա։ Հա, իրոք դա կար էլի, ես շատ վառ հիշում եմ, երբ որ մենք գնացել ենք դատարան, Միկան մեր հետ էր էլի, ու դատավորը չթողեց որ ես նկարահանեմ, պատճառը բանելով որ նման օրենք չկա որ թույլատրում է որ նկարահանենք, որ ուզում էի ասել, բա գիտես արգելող օրենք չկա, այսինքն մենք կարամ նկարել, մենք ասավ չէ, մի պետք չի, հիմի դատել պետք չի։ Որ իրոք սովորում ես էլի այդ մարդուց, որ շատ բան սովորեցի, իրոք շատ բան սովորեցի։ Ու Լիլիթն է, Տադևոսյան, որի հետ մենք շատ երկար համագործակցել ենք որպես ժուրնալիստ, բայց հիմա արդեն Լիլիթը մեր հետ շատ վաղուց ենք ճանաչում, չէ՞ Լիլիթ, հա 2008-ից, հա ճիշտ է, մայելի մարտի 1-ի հետ կապված ծանոթացանք, Լիլիթն է մեր ժուրնալիստն է հիմա եւ մեր էդիտորը։ Լիլ ջան, դու ահագին ժամանակ է ճանաչում ես Միկային։ Միկային ես ճանաչել եմ 2001 թվականից, դեռևս երբ որ ես ուսանող եի եւ աշխատում էի Տանիք իրավապաշտպան կազմակերպությունում, մի քննարկում էր, որին պետք է հրավիրեինք իրավապաշտպանների եւ բնականաբար Միկային նույնպես հրավիրել էինք։ Այդ ժամանակ եմ իր հետ ծանոթացել, այնուհետև երբ սկսեցի որպես լրագրող աշխատել, հաճախ գնում էի իր մոտ հարցազրույցների, իսկ 2008 թվականից արդեն մենք բացի այն, որ գնում էի հարցազրույցների, շատ հաճախ հարցեր էր լինում, զանգում իրենից էի խորհրդաշտում, նաև ընկերներ դարձանք, շատ մտերիմ։ Եվ այս տարվա մայիսից էլ ես աշխատեցի Հելսինկյան ասոցիացիայում որպես լրագրող իրավապաշտպան։ Ինչ որ բան Լիլ թողեց քո մեջ, այ ուղղակի ինձ հետաքրքիր է, որտեվ ասում ին վրա օրինակ շատ մեծ ազդեցություն է թողել, ուզում եմ հասկանամ։ Իրականում դե քանի որ նաև վաղուց էի ճանաչում, հա, երբ որ խոսվում էր, ինչ որ իրավունքների խախտում էր տեղի ունենում մեր երկրում, ես դրանք հաճախ են տեղի ունենում, որպես լրագրող մտածում էր, թե ումից պետք է հարցազրույց վերցնել որպես իրավապաշտպան, եւ ես էլի ունեմ ընկեր իրավապաշտպաններ, սակայն առաջինը միշտ իմ մոտ գալիս էր, որ պետք է Միկային զանգել, որտեվ ամենալավը ինքն է խոսում մարդու իրավունքներից, այլով եթե ոչ Միկան։ Ցավոք քիչ աշխատեցի իր հետ, բայց ինչ որ հետ կելի բնականաբար թողել է իր այդ համարձակություններին շատ դուր գալիս, հա, երբ որ ես եկա այստեղ եւ ասացի որ ուզում եմ գալ իր մոտ աշխատել, որ ազատ տեղ կար այստեղ, ինքը շատ ուրախացավ, ասաց դե ինչ ասեմ, գիտես ոնց ենք աշխատում, կարծում եմ իմաստ չկա բացատրելու, համագործակցել ենք։ Այդպես։ Շատ լավ։ Իմ վրա էլ շատ մեծ ազդեցություն թողեց, ես էլ 98 թվականից ճանաչում եմ Միկային, ոնց որ Արմեն ասեց, էլեմենտարներ շոկ եմ ապրել առաջի անգամ իրան տեսնելուց, որտեվ ինչ որ ազատության չափ կա, որը իմ համար պատկերացնելու չէր, որ մարդ կարա այդ կարգի ազատ լինել, в принципе։ Ու ես զարմանում եմ, ոնց է ինքը շփվում իր գոլեգաների հետ, ոնց է ինքը շփվում իր աշխատողների հետ, իր թիմի հետ, ոնց է շփվում ինքը իր երեխեքի հետ։ Իմ համար նենց շոկ էր, որ ինքը իր երեխեքի հետ Eminem էր երգում։ Ուսում ամբողջական թեմայի մեջ էր։ Հետո իր տեսակը իսկապես յուրահատուկ տեսակ էր, ազատության, ինձ թվում է մարդու իրավապաշտպանի ազատության չափանիշ ես դեռ չեմ հանդիպել, համես Հայաստանում հաստատ չկա այդ չափանիշ ազատության իրավապաշտպանի, որը որ Միկան էր։ Ինքը կարողացավ իմ մեջ փոխել շատ բաներ, ես օրինակ շատ իմ մեջ տպավորվել է, ոնց կարծրացած իմ կարծիքը կլասիկ գամաֆոբեն ազգայինի մեջ գամաֆոբիկ տպավորությունների մեջ օրինակ ինքը կարողացավ կոտրել։ Ես շատ իրան դրա համար շնորհակալ եմ։ Շատ էլի հարցեր կային, որոնք որ երբ որ դու ունես կարծրացած կարծիք, շատ նոր բանը շատ հեշտ է սովորել։ Դատարկ տեղը լրացնելը շատ հեշտ է, բայց լրացնել մի բան, ինչը քո մեջ արդեն կարծրացած է փոխել, դա կարող է անել մենակ իսկապես շատ ուժեղ, շատ իմաստուն մարդ։ Օրինակ իմ համար Միկան իսկապես ուսուցիչ էր ու շատ հարցերում որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես իրավապաշտպան իսկապես շատ մեծ հետ կա թողելու մեջ Միկան։ Ես իր համար շատ շնորհակալ եմ դրան համար իրանից։ Մենք ճիշտ ասած էլի ունենք հյուրեր, բայց մի քիչ ուշանում են։ Սպասենք մյուս հյուրերին։ Ինչպես եւ ասում ենք, մեր հյուրերից մեկը ուշացավ,
որովհետև գտնվում էր իր ուղղակի պարտականություններ կատարելուց։ Մեր Առայիկը Պապիկյան, մեր փաստաբանը, որը եւս շատ վաղուց համագործակցում էր Հելսինկյան ասոցիացիայի հետ, հիմա պիտի խնդրեմ Առայիկին էլ, Արայիկ ջան, մենք խոսել ենք նրա մասին, թե ում կյանքում ինչպես ծանոթացանք Միկայի հետ ու ինչ հետ կա թողել Միկան քո որպես իրավաբանի, իրավապաշտպանի վրա։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասեմ, ես հյուր չեմ։ Ես ինձ համարում եմ մեր տանը, ինձ համար գուցեև 2009 կամ 10 թվականին, երբ նոր էի համագործակցում, երբ Միկային նոր շփվում ենք ծանոթացել էի, գուցեև Հելսինկյան իմ այցը ես կդիտարկեի որպես հյուր գալ։ Կներես ասեմ, քանի որ հյուր նկատի ունենք այսօր ծրագրի շրջանակներում, թե չէ, գիտես, մենք մի թիմ ենք, ընդհանուր մի թիմ ենք։ Մենք մի թիմ ենք եւ շատ երկար ժամանակ արդեն Միկայի հետ մենք նույնիսկ շատ հաճախ մեր հարաբերությունները ոչ թե ղեկավարի կամ գործատուի հետ, այլ զուտ գործընկերային, ինչ վերաբերում է նրան, թե ինչ դեր եւ ազդեցություն է նա խաղացել իմ, ասենք, մասնագիտական աշխատանքի մեջ, ես նույնիսկ ավելին կուզեի ասել, ոչ թե մասնագիտական աշխատանքի մեջ, այլ ընդհանրապես աշխարհայացքի վրա ինչ ազդեցություն է թողել, որովհետեւ մասնագիտական աշխատանքին նույնիսկ ավելին ասեմ, շատ ժամանակ նույնիսկ այսպես կեսկատակ, կեսդուրջ ասում են չի հետաքրքրում։ Սովորաբար ինքը մեր աշխատողներից որևէ մեկի կատարած աշխատանքի վերաբերյալ մասնագիտական ցույցում երբեք չէր տալիս, այսպես ինքը ազատ հանգիստ թողնում էր յուրաքանչյուր աշխատող մեր կազմակերպությունում, յուրաքանչյուրն անի այն ինչի համար ինքը գտնում է այստեղ։ Նրան ավելի շատ երևի հետաքրքրում էր մեր աշխարհայացքը, մեր մտածելակերպը, եւ մեզից յուրաքանչյուրը ես ինքս էլ ոչ միայն սովորել ենք, դաստիարակվել, մեծացել ենք այն գաղափարներով, այն աշխարհայացքով, ինչ ուներ Միկան։ Ու հետաքրքիր որ երբեք նույն բանի մասին երկու անգամ նույնը չէինք լսում։ Նույն խնդրի շուրջ, նույնանման խնդրի շուրջ անընդհատ ինքը տարբեր լուծում էր առաջարկում։ Իր այդ մտածելակերպը ստիպում էր, որ այդպես իրավիճակներում օրինակ ես ինքս էլ այդ լուծումը գտնեի, որպես կանոն չեր ստացել ինձ մոտ։ Նման դեպքերում ինչ էի անում, լռում էի, սպասելով Միկան հիմա լուծումը ինքը կասի եւ կասի այնպեսի լուծում, որ իմ մտքով չէր անցնի։ Հաստատ ու ստանդարտից հաստատ դուրս կլինի։ Միանշանակ, դա ստանդարտ մտածելակերպ չկա։ Ես անկեղծորեն ասեմ, ես չեմ կարծում, որ կգտնվի որևէ մեկը Միկայի շրջապատից, մերձավոր շրջապատից, որ ամբողջությամբ կարող է Միկայի էությունը ներկայացնել։ Հիմնականում լուծումը շատ ստանդարտ չէր ու երևի այդ պահին միակ ճիշտ լուծումն էր լինում, որովհետև այդ կյանքի փորձի իհարկե մենք բոլորս շատ բան ունենք դեռ անելու այդ կյանքի փորձը ստանալ համար, բայց համենայն դեպս շատ մեծ հետք թողեց իսկապես։ Դրա կողմից մատուցված, հрамծված հասկացություններ ու գաղափարներ կային, որ բոլորի համար են դառնում թեվավոր խոսք։ Այսինքն նրա գործունեությունը միայն Հելսինկյան ասոցիացիան չէր։ Մենք բոլորով, հա, մեր թիմով մենք խոստացանք ինքներս մեզ, մեկս մյուսից, Միկայի բարեկամների մոտ, ընկերների, ծանոթների մոտ մենք խոստացանք, որ պիտի շարունակենք այն ամենը, ինչը ստեղծել էր ինքը եւ նրա արժեքները կարող է լինելով հանդերձ դա զարգացնենք։ Այն մարդիկ հավաքվեցին, թե որոնք չեն հավաքվում գումար աշխատելու համար միայն, այլ սկզբունքի համար։ Ինքը այդպես թիմ հավաքեց։ Ասենք նյութականը որևէ մեկի մոտ չէր կարող առաջինել ունել։ Ոչ մեկի մոտ։ Ճիշտ է, ոչ մեկի մոտ։ Գաղափար կար սկզբունք։ Ամենամեծ արժեքը դա էր։ Անկամ մարդիկ, ովքեր որ այս պահին մեզ հետ չեն աշխատում, մեր թիմից չեն, շատ մարդիկ կան, որոնք իսկապես շատ արժեքավոր են ու շատ ջերմ ու շատ լավ աշխատել ենք միասին։ Այնպես որ սա մեր Հելսինկյան ասոցիացիայի միայն մի մասն էր թիմի, մենք ունենք էլի եւ կամավորներ ունենք եւ գաղափարագիցներ ունենք եւ շատ լավ գործընկերներ ունենք, սա բոլորը չեն, որտեղ ֆիզիկապես հնարավոր չեղավ ծանրաբեռնվածից ելնելով բոլորին հավաքել։ Ես ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն, որ Միկայի ստեղծած կազմակերպությունը աշխատելու է, ոնց որ աշխատել է նախկինում, երևի ավելի եռանդոնել է աշխատելու, որտեղ մեզ վրա շատ մեծ պարտավորություն ա դրված։ Միկան այնքան բարձր պլանկա էր բարձրացրել դրել, որ մենք ուղղակի ես չգիտեմ ինչքան պիտի աշխատենք, որ Միկայի բացակայությունը լրացնենք, հենց որ հանգիստ եղեք, ձեր խնդիրների դեպքում հանգիստ կարող եք դիմել, վստահ եղեք, որ ձեզ հաստատ ստեղ կօգնեն։ Ինձ թվում է մեր վերջի գործողություններն էլ ապացուցում են դա։